Մեր պահանջը շատ հստակ է, Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նախապայման COP29-ին մասնակցելուց առաջ Բաքվում գտնվող բոլոր գերիները, այստեղ հատուկ ուզում եմ նշել, խոսքը բոլոր գերիների մասին է, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ ռազմագերիների պետք է ազատ արձակվեն։ Առանց այդ պահանջը բավարարելու Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի եւ Ալիևի հերթական էթնիկ զտման, ագրեսիայի, քաղաքականության լեգիտիմացում քշում է։ Դրանով էր պայմանավորված նաեւ որ բողոքի ակցիան տեղի ունեցավ արտգործնախարարության շենքի դիմաց։ Պարոն Սաղաթելյան, սակայն ինչպիսի ակնկալիքներ ունեք, ընդամենը օր առաջ, երբ ԱԳՆ-ն հայտարարում է, ԱԳՆ նախարարը հայտարարում է, որ ցեղասպանության հարցը իրենց առաջնահերթությունների չէ, այդ դեպքում այսքանից հետո ինչ սպասել։ Ընդհանրապես ռազմագերիների հարցը կբարձրացվի։ Իշխանություններից սպասել հայանպաստ որոշում, այդ սպասելիքը մենք վաղուց չունենք, բայց նաև մենք պարտավոր ենք մեր պահանջները ձևակերպել, հնչեցնել, իբրև հանրային պահանջ, իբրև մեր ժողովրդի պահանջ բարձրաձայնել, հետևել, այսինքն այս իմաստով է կարևոր մեր պահանջների ձևակերպումը եւ հանրային հնչեղություն այս հարցին փոխանցել։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք շատ վաղուց ակնկալիք չունենք, որովհետեւ իրենք շատ վաղուց չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը, այլ ուղիղ եւ անմիջական սպասարկում են Բաքվի եւ Անկարայի շահերը ու բազմաթիվ անգամ դա ապացուցել են, այդ թվում արդեն հայտարարելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության օրակարգում առաջնային չի։ Պարոն Սաղաթելյան, Սա Թուրքիայի պահանջներից հերթական պահանջներից մեկն էր, որը բավարարում է Հայաստանի Հանրապետությունը։ Ես ուզում եմ հստակ լինի մեր ժողովրդի եւ հանրության համար։ Թուրքական մամուլում արդեն մեծ արձագանք է գտել ու բոլորը տենց որակում են դա անսպասելի։ Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական եւ թուրքական մամուլի առաջ եջերի ամենասպասվող հյուրերից են, դա շատ վաղուց է արդեն։